Էստան համար տալիս ենք 130,000 փող, սնունդի համար տալիս ենք 100,000, մնացորդն էլ կոմունալների բանի համար ենք խոչում, մնացորդ գումարը։ 8 երեխաներով ընտանիքում աշխատում է միայն հայրը, բյուջեն հստակ բաշխված է, այն ինչ կավելանա կուղվի դեղամիջոցներին։ Աննան շաքարախտ ունի, նաև ավտովթարից հետո տարած բազմաթիվ վիրահատություններն են հաճախ իրենց մասին հիշեցնում, բայց գումարը միշտ չէ, որ հերիքում է ցավազրկող գնելուն։ Այս տանն ընդունված չէ ցանկությունները բարձրաձայն ասել։ Մի շուկ կարտոշկա եմ վերցնում, վերմիշելին եմ շատ վերցնում, մակարոնը, բրինձը, գրեչկան, գարուխը, տենց բաներին եմ շատ վերցնում։ Հիմնական չեմ էլի գնում շատը սեղանի վրա։ Միսն էլ եմ վերցնում, բայց չեմ ասում, յովին, բերում խալաթյունիկը լստում եմ։ Մարկը որ սասենցկի շատ ասիրում, կամ կարտոշկի ժարիք շատ ասիրում, արդեն գիտենք ինքը, որն ասիրում իրան առանձին ենք սարքում։ Տենց ուզում եմ ասեմ, մենակ մարկն այլ, որ տենց յուրահատուկ ճաշ կարող ուզի կամ իր կերակուրը յուրահատուկ ալնի։ Բայց մնացորդը ամեն ինչ էլ ուտում են։ Ինչ որ սարքեմ իրանք էդ են ուտելու։ Երեխաներից երկուսը առողջական խնդիրներ ունեն։ Աղջիկներից մեկի Լյուդմիլայի լսողությունը հաջողվել է վերականգնել միայն մասամբ։ Ավագ որդին սենյակից դուրս չեկավ, նրա խնդրի մասին խոսել այնքան էլ չի ուզում Աննան։ Ասում է առողջ երեխա էր, 4 տարեկանում անզգուշությամբ այրվածքներ է ստացել։ Հետևանքները զգացվում են նաև 13 տարի անց։ Անդրանիկին եմ ես շատ դժվար մեծացրել, իր հետ հիմա էլ այս պահին էլի շատ դժվար, ճիշտ է 17 տարեկան եմ, բայց շատ դժվար է իր հետ, այն որ մի կերպ, չգիտեմ ոնց ասեմ, կարող է դաժե ես ընքան ասեմ, ընքան խոսամ, բայց փոփոխություն չտա իր մեջ, ոչ մի բան, աբսոլյուտնի։ Ես միշտ ուզեցել եմ, միակ երազանքս են եղել ամբողջ կյանքս ինչ ապրել եմ, երազել եմ, որ գոնե մի քիչ առաջ խաղացում տեսնեմ Անդրանիկի մոտ, բայց չկա։ Երեխաներին մենք ենք առաջարկում նամակ գրել ձմեռ պապին։ Նրանք երբևէ ամանորին նվեր չեն ստացել։ Այս տանը գնումներ կատարելիս գլխավոր պայմանը հավասարությունը պահելն է։ Իսկ 8 նվերի համար միջոցների վերաբաշխում անել այն էլ ձմռանը հնարավոր չէ։ Ես ամուսինից որ խոսում ենք, ասում եմ, բա Լյուդային ինչ ես առնելու, որ Մարիամին սպարտիվկա ես առնում, ասում եմ իրան էլ սպարտիվկայի տակ առնեմ, թող հավասար լինի։ Մարիամին տակու վերև եմ առել, իր համար մենակ տակն եմ առել, կամ վերևն ա ուզել, տակ եղել ա վերևն ա ուզել, սենց։ Բայց երբեմն որ երեխայի գումարը որ ստանում եմ գնում եմ Պարսկաստան, բոլորի հավասար եմ առնում։ Չեմ ասում, ես մեկը էժան է, մեկը թանկ, մի գնի տակ վերցնում եմ ու բոլորի համար հավասար։ Երեխաների երազանքները շատ են, նրանք դժվարանում են թե դրանցից ամենաանհրաժեշտը ձմեռ պապից խնդրելու, թե նվիրական ցանկությունը բարձրաձայնելու հարցում։ 2 տարեկան Մարկի համար մեծ քույրերը համատեղ որոշում են կոնֆետ, միրգ ու խաղալիք մեքենա ուզել։ Ավակ եղբայրս էլ երևի անլար ականջակալ կուզի, թաքուն ասում է Լիլիանան։ Բարև սիրելի ձմեռ պապ, ես երազել եմ ունենալ մանկական կոսմետիկա և միկրոֆոն։ Ես անհամբեր սպասել եմ, ուզում եմ ձեր շնորհակալություն հայտնել, եթե իմ երազանքը կատարեք։ Շատ եմ ուզում։ Սիրև Լիլիանայից։ Ձմեռ պապից ուզել եմ համով քաղցրավենիք։ Ես Ալան եմ 10 տարեկան։ Ես ձմեռ պապիկից երազել եմ ունենալ խելացի ժամացույց։ 30 չեմ գրել։ Չէ գրել։ Ես Լիլիան եմ 14 տարեկան, ես ձմեռ պապիկից ուզել եմ տաք հագուստ, մեկ էլ հեռախոս։ Ես Ալեն եմ 15 տարեկան, ձմեռ պապից ուզել եմ հեծանիմ մեկ է գրենական։ Իմ քույրիկը ամանչում է, ես նրա փոխարեն կկարդամ։ Բայց սիրելի ձմեռ պապ, ես ուզում եմ երկրում լինի խաղաղություն, ես ուզում եմ ունենալ տաք հագուստ և հարթուկ ֆեն։ 38 տարեկան Աննան 4 պատի մասին է երազում, բայց ձմեռ պապից դա չի ուզի։ Նա վաղուց հեքիաթի չի հավատում։ Միայն առողջություն է խնդրում ամուսնու եւ երեխաների համար։ Փոքրիկները շեշտում են, խելոք են մնացել, լավ են սովորել եւ մեզ են հանձնում գրվածքները, որ հասցնենք ձմեռ պապին։ Նամակները Սյունիք հեռուստաընկերության խմբագրությունում են։ Դրանք սիրով կփոխանցենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան, որ այս փոքրիկները եւս հավատան ամանորյա հրաշքին։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։